Ուսանողները հերթ են կանգնել օրվա պարապմունքների ավարտին երեկոյան լրացուցիչ դասախոսություն լսելու։ Բժշկական համալսարանն է թոփ թեման հորմոնները խաչմերուկում։ Քննարկման նախաձեռնությունն ի դեպ ոչ թե բուհին, այլ երիտասարդներինն է։ Ապագա թե արդեն աշխատող բժշկի համար կարևոր է ինչքան հնարավոր է շատ ու խորը գիտելիք ունենալ մարդու օրգանիզմը կարգավորող, կառավարող բիոակտիվ այդ նյութերի մասին, ասում է համաժողովը նախաձեռնած համալսարանական կազմակերպության ղեկավարը։ Կոնֆերանսի քննարկման շրջանակներում են շաքարային դիաբետը, մետաբոլիկ համախտանիշը եւ էնդոկրինոլոգիան գինեկոլոգիայում, որովհետեւ կան հիվանդություններ, մասնավորապես եթե խոսենք շաքարային դիաբետի մասին, ամենատարածված քրոնիկական հիվանդություններից ամբողջ աշխարհում, որը ոլորտի վրա բավականին մեծ բեռ է եւ իրազեկվածության բարձրացումը հնարավորություն կտա ել ավելի լավ հասկանալ եւ ել ավելի շուտ ախտորոշել ու կանխարգելել այս հիվանդությունը։ Հորմոնների հետ կապված ուրիշ հիվանդություն որ չլինի էլ շաքարային դիաբետն աշխարհում այն տեմպով է զարգանում, ոչ մի էնդոկրինոլոգ անգործ չի մնա խոսքերով իր զեկույցը ունկնդիրներով լեփ-լեցուն դահլիճում սկսեց առողջապահության նախարարության էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատուն։ Երեխաների թե մեծահասակների մոտ ինսուլինի ավել պակաս արտադրվելը դիաբետը դարձրել է ցիվիլիզացիայի խնդիր ասած։ Խորհուրդ տվեց երբեք աչքաթող չանել արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշն ու անմիջապես ախտորոշել հիվանդությունը, երբ շաքարը արյան մեջ չափեցին եւ 11.1-ից բարձր է։ Վիճակագրություն, ռիսկի խմբեր, բուժման մեթոդիկաներ, նորամուծություն, հիվանդության տենդենց, այս ամենի մասին բժշկականի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչը գիտական նյութերի ու գործնական փաստերի վրա հիմնված մեծ զեկույց ներկայացրեց։ Անդրադարձավ նաև խնդրի մեկ այլ կողմի։ Այժմ, երբ բժշկական լաբորատորիաները շատ են, մարդկանց մի մասը պատրաստ վճարել անգամ համեմատաբար թանկ հորմոնալ անալիզների համար, ոմանք սկսել են իրենց դիագնոզել ու բուժել ոչ ավել ոչ պակաս արհեստական բանականության օգնությամբ։ Ճիշտ մոտեցում չէ, նկատում է Ելենա Աղաջանովան։ Կատակա չէ, որ եթե առաջ Google-ին էր հարցնում, հիմա Google-ի տեղ արդեն ChatGPT-ի տեղն է, բոլորը գիտեն, իրան են հարցնում։ Բժշկուհին օրինակ է բերում կոնկրետ մանկական ճարպակալման դեպքում ավելի հաճախ գործ ունենք ոչ թե հորմոնալ խանգարման, այլ դրան բերող երեխայի սխալ սնվելու, նստակյաց ռեժիմի ու գենետիկական նախատրամադրվածության երևույթների հետ, որոնք կարելի է վաղ փուլում փոխել, այնպես որ գանգատները պետք է մասնագետին ներկայացրել եւ նրա ցուցումով նշանակմամբ առաջնորդվել։ Հորմոն ստուգելու նշանակումը պիտի դնի բժիշկը։ Դա պարտադիր չի, որ միշտ լինի միայն էնդոկրինոլոգը, կան բաներ, որ կարա եւ ընտանեկան բժիշկը, թերապևտը նշանակում անի, կարդիոլոգը անի, այսինքն կան ընդհանուր բաներ, որ բոլորը պետք է տեղյակ լինեն, բայց երբ պացիենտը գնում է եւ ուղղակի կարդալով, լսելով հորմոնները հանձնում, հետո պիտի մեկնաբանություն տրվի այդ հորմոններին։ Մասնագետները հորդորում են հավելյալ ծախսից խուսափելու ու առողջ լինելու համար հիվանդությունը վաղ հայտնաբերման նպատակով հետազոտել ու առավել եւս դեղ խմել միայն բժշկի ցուցումով։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյուրքչյան լուրեր։